Զուգահեռաբար Թուրքիայի խորհրդարանում արտգործնախարար Հական Ֆիդանի 2026 թվականի բյուջեի քննարկմանը հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի միայն այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն կստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանի հետ վերջնական համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կբացի իր սահմանային դռները Հայաստանի հետ։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումն ու տնտեսության ակտիվացումը իրենց հայկական կողմի կարևոր հարցեր են։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հենց այս պահին կարգավորելով Հայաստանի ձեռքից կխլենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ ամենակարևոր շարժառիթը։ Դրանով հնարավոր է տարածաշրջանում սառեցված պատերազմի առաջ կանգնենք, ինչը չենք ցանկանում։ Թուրք վերլուծաբանի դիտարկմամբ Ֆիդանի հայտարարությունը ոչ թե Անկարայի սեփական դիրքորոշումն է, այլ Բաքվի կողմից գործադրվող ճնշման ուղիղ հետևանք։ Երբ հարցին նայում ենք Թուրքիայի տեսանկյունից, Թուրքիան իրականում հարցին ավելի սառնասիրտ է մոտենում, սակայն Ադրբեջանի միջոցով Թուրքիայում իրականացվող քարոզչությունը տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ արտացոլվում է պետական գործիչների խոսքերում եւ ազդում դրանց վրա։ Հենց այս համատեքստում էլ Հական Ֆիդանի երեկվա արած հայտարարությունը պետք է ասել, որ բխում էր ադրբեջանական ճնշումներից։